դա պետք է լինի։ Անի Աբրահամյանը դիսում է և Աղջասյան իր հանցար արձակցերի բնաղապահովման ծրագրին է վերաբերում, այնտեղ կա մի հստակ դրույթ, որ ինչպես քիչ առաջ նշեցիք, պետք է արձակցիները քաղաքացիություն ստանան, որպեսզի օգտվեն։ Հիմնական պահանջներից մեկը սա է, բայց օրինակ սա Արցախից բռնի տեղահանված քաղաքացու անձնագիր է, որի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն, իսկ սա մյուս անձնագիրն է, որը ևս գրված է Հայաստանի Հանրապետություն, երբ որ ուսումնասիրում ենք այս երկու անձնագրերի միջև որևէ տարբերություն չկա։ Խնդրում եմ նշեք կապույտ է նույն գրություններն են գրված, խնդրում եմ նշեք ինչու եք այդ պահանջը ներկայացնում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, ասելով հրաժարվեք Հայաստանի Հանրապետության այս անձնագրից, ստանալով Հայաստանի Հանրապետության այս անձնագիրը։ Որն է պատճառը, դուք ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի տարբերություններ եք տեսել այս երկու անձնագրերի միջև եւ ասացիք, որ հնարավոր է փոփոխություններ լինեն։ Այս կետը հնարավոր է դուրս գա ծրագրից որպես պահանջ, թե ոչ։ Շնորհակալություն։ Ինձ թվում է դուք պատասխանեցիք ձեր հարցին, բայց ես էլ կպատասխանեմ։ Խոսքը ոչ թե անձնագիր փոխելու մասին է, այլ քաղաքացիություն ստանալու։ Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որ դեռ չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ այդ մեր Հայաստանի Հանրապետության անձնագրերը ըստ էության եղել են ճամփորդական փաստաթղթեր հատուկ կոդով, դրա մասին բազմիցս խոսվել է, դա նորություն չէ, որպեսզի մեր հայրենակիցները ունենան շարժունակության հնարավորություն թե Հայաստանի Հանրապետություն, թե արտերկիր գնալու համար, բայց նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի երբեք չեն համարվել եւ կհամարվեն, թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ։ Ես պատասխանեցի ձեզ հարցին, որ դա ըստ էության ճամփորդական փաստաթուղթ է եղել եւ նաեւ դրա համար կան իրավական հիմքեր եւ մեր գործընկերները ներքին գործերի նախարարությունից եւ անձնագրային մեր ծառայությունը բազմաթիվ անգամ դա մեկնաբանել է։ Բովանդակության իմաստով այդ մարդիկ պետք է դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որովհետև եթե իրենք իրենց ապագան պատկերացնում են Հայաստանի Հանրապետության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն ուզում է, որ պետությունը մենք ուզում ենք, որ իրենք պատկերացնեն իրենց ապագան մեր հետ, Հայաստանի Հանրապետության հետ, ապա դրա ձևը, դրա միակ ձևը քաղաքացիություն ստանալն է բոլոր դեպքերում։ Եվ այդ պահանջը երբեք չի փոխվելու եւ մենք կարծում ենք, որ մեր հայրենակիցները արդեն նաև շատ լավ գիտակցելով, որ իրենց ապագան պետք է կառուցեն Հայաստանում, քանի որ այստեղ հնարավորինս ստեղծվում են եւ ստեղծվել են եւ կստեղծվեն պայմաններ իրենց գոյության համար եւ ես հիմա խոսում եմ, մենք հիմա միայն խոսում ենք օրինակ բնակապահովման ծրագրի մասին, բայց եկեք խոսենք մնացած բոլոր ծրագրերի մասին։ Կրթական, առողջապահական, այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը առաջին իսկ օրվանից հոգացել է եւ հոգացել է այնպես, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պարզապես մինչ օրս շոկի մեջ են, թե ինչպես կարելի է այդքան բարձր մակարդակով, այդքան մեծ ճգնաժամը կառավարել եւ ես էլ կարծում եմ, որ այդ ամեն ինչը ինչ պայման որ դրված է ճիշտ է եւ պետք է մնա, խոսքը այլ պայմանների մասն է, որովհետեւ ծրագիրը եթե խոչընդոտներ են առաջացել, օրինակ այնտեղ ունեինք ընտանիքի անդամների, ընտանիքի կազմի վերաբերյալ խոչընդոտներ, տարիքի վերաբերյալ խոչընդոտներ, որոնք աստիճանաբար ուղղվել են եւ եթե ելի այդպիսի դեպքեր կլինեն եւ նաեւ համակարգային, այո, մենք պատրաստ ենք նաեւ դրանք ուղղել։ Եթե ունես Հայաստանի Հանրապետության անձնագիր, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չես համարվում։ Դուք շատ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, ես էլ պատասխանեցի։ Ես պատասխանեցի ձեր հարցին, արդեն պատասխանեցի։ Թե դա ինչպես է տեղի ունեցել, պատասխանեցի, եթե դուք բավարարված չեք պատասխանից, դա ձեր խնդիրն է, շնորհակալություն։ Պարոն Փորոսյան, այսօր բոլոր աշխատանքային պայմանագրերը